իշխանությունները ակնհայտ թուրքական տեղապահներ են, չեն էլ թաքցնում, բացահայտ տարածում են։ 21 թվականի Քարոզ Արշավին նույն Փաշինյանը ասում էր մեր տղաները զոհվել են, որպեսզի Ալիևը չասի Արցախի հարցը լուծված է։ Այսօր կանգնել ասում է, որ Արցախը երբեք մերը չի եղել եւ այլն։ Դա որևիցե ողջամիտ տեքստով հնարավոր չի դա բնորոշել։ Ամենավատ մղձավանջում անգամ մենք չէինք կարող երբեւէ պատկերացնել, որ նման բան կարող էր տեղ Հայաստանի ղեկավարը նման բան ասել, բայց հաշվի առնելով, որ օրինակի համար 21 թվականի փետրվարից, երբ որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբն անվստահություն այդտեղ պահանջեց հրաժարականը, դրանից հետո թուրքերը բացահայտ սատարեցին նրան, ընդհանուր մինչև սպառնալով, որ կարող է զորք մտցնել Հայաստան, եթե այդ հողի վրա տեղի ունենա իշխանափոխություն, ուղղակի այս տեղեկատվական հարահոսի մեջ դա մոռացվել գնացել է, բայց 21 թվականի փետրվարից Հայաստանը ունի թուրքի բաց իշխանություն։ Դրանից բխող բոլոր հետևանքներով Մասիսարը լավը չի, զինանշանը լավը չի, անկախության հռչակագիրը լավը չի, իրենք եկել են այս ամեն ինչը ժառանգություն ընդունելով փոխանակ լավը զարգացնեն, արատավորը վերացնեն, իրենք լավը ոտնատակ են տվել, արատավորն են զարգացրել։ Եվ այստեղ է, որ պիտի ասենք, որ այս իշխանությունները, որ իշխանություն են եկել օբյեկտիվ կուտակված դժգոհությունները բարձրաձայնել շահարկելով, հետո սկսեցին մարդկանց ավանել Պողոս, հետո ոմանք լկտիացան ասեցին համբալ, հիմա արդեն իրեն թուրքական տեղապահ Փաշա է պատկերացնում Փաշինյանը, եւ ես ինքս գոնե այս ընտրարշավին առաջնորդվում եմ ոչ Պողոսացմանը, ոչ համբալացմանը եւ ոչ Փաշայացմանը կարգախոսով։ Ընտրությունները ոչ թե լինելու են ուղղակի ընտրություն, թե որ քաղաքական ուժը կկառավարի, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը հայկական ինքնությունով ազգային փոքրամասնությունները ներառյալ իհարկե։ Արդյոք կշարունակի գոյություն ունենալ, թե կդառնա ինչ-որ թուրք-ադրբեջանական բուֆեր եւ պետք է հուսալ, որ ժողովրդի մոտ ողջամտությունը կբավականացնի եւ ոչ մի բլեֆների, քարոզչական ինչ-որ կեղծիք մանիպուլատիվներ դրվագների չեն տրվի եւ սառը ստապ գլխով ընտրություն կկատարվի, իսկ ընդդիմադիր ուժերն պարտավոր են բացահայտ անկեղծ խոսել մեր երկրի առջև կանգնած ծառացած թե ներկա մարտահրավերների, թե անցյալից իներցիայով եկած արատների մասին եւ ամենակարևորը ապագա Հայաստանի տեսիլքը այնպես մատուցեն շատ կոնկրետ ուղղություններով։